Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պետք է ասեմ, որ իսկապես հունիսի 7-ը պատմական ու ճակատագրական օր է լինելու մեր պետության ու մեր պետականության համար։ Բոլորը հասկանում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները այս պահի մասին չեն եւ այս պահի համար չեն։ Դրանք ապագայի համար են եւ այդ ընտրությունները պետք է տան հետեւյալ հարցերի պատասխանները։ Ինչ ենք մենք ուզում, երաշխավորված խաղաղություն, թե շարունակական զիջումներ, համերաշխություն, թե պառակտում, բարեկեցություն, թե աղքատություն։ Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը շատ լավ գիտի այս հարցերի պատասխանները եւ հունիսի 7-ին մեր ազգաբնակչությունը եւս հնարավորություն ունի պատասխանելու այդ հարցերին իր ընտրությամբ, իր կայացրած որոշմամբ, թե ինչպիսի Հայաստանում էինք ուզում ապրել, ինչպիսի իրականության հետ այլևս չի ուզում համակերպվել եւ ինչ ապագա է ուզում կերտել իր եւ իր զավակների համար։ Մենք առավել քան վստահ ենք, որ այն կարգախոսը, որով մենք մասնակցում ենք ընտրություններին եւ այն քաղաքական թիմը, որով մենք մասնակցում ենք ընտրություններին եւ այն ծրագիրը, որով մենք մասնակցում ենք ընտրություններին, իզորու է ստանձնել պատասխանատվություն, ունի հստակ ճանապարհային քարտեզ արկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ, ունի ղեկավար, որը տիրապետում է ստեղծված իրավիճակներին եւ հատկապես տնտեսության զարգացման տեսլականին տիրապետում է 100%-ով, այնպես որ մենք ընտրություններին գնում ենք հստակ հաստատակամությամբ, ավելի լավ, ավելի բարեկեցիկ ու երաշխավորված անվտանգությամբ Հայաստան կերտելու ցանկությամբ։ Շնորհակալ եմ ուշադրության համար եւ եթե կան հարցեր, ապա սիրով պատրաստ ենք դրանց պատասխանել։ Կցանկանայի ճշտել ի վերջո ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն, ընտրություններին մոտ 1 ամիս է մնացել եւ այդպես էլ հանրությունը չի կարողանում ծանոթանալ, ի վերջո նաեւ դա է լինելու կողմնորոշիչ մարդկանց համար։ Ինչն է պատճառը, պարոն Ծառուկյանը դեռ չի կողմնորոշում, թե այլ հանգամանքներ կան, որոնք ձեզ ստիպում են թաքցնել ձեր վարչապետի թեկնածուին։ Երկրորդ հարցը երաշխավորված խաղաղության հետ կապված, պարոն Սուրենյանցն ասաց, որ սա չի նշանակում, որ վերաբանակցելու են խաղաղության պայմանագրի տեքստը, նախագիծը, հետևաբար ինչպես եք Ադրբեջանին համոզելու, որպեսզի նա համաձայնի երաշխավորներ ընդգրկել այդ խաղաղության պայմանագրում եւ եթե կարող եք գոնե մեկ տողով ներկայացնել, թե որքան աշխատատեղ եք դուք ծրագրում բացել, թոշակները որքան եք պատրաստվում բարձրացնել, որտեղ սրանք նաեւ կարեւորագույն ցուցիչներ են այլ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, կարծում եմ դահլիճում արկա լրատվամիջոցների իմ գործընկերների մեծամասնությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերից մեկը դուք հնչեցրեցիք, մասնավորապես խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուի հետ կապված հարցադրումն է, որը այս օրերի ընթացքում պարբերաբար եւ անընդհատ բոլոր հնարավոր եւ անհնարին հարթակներով եւ լրատվամիջոցների կողմից հնչում է։ Տեսեք, այստեղ որևէ չկողմնորոշվելու մասին որևէ խոսակցություն չկա։ Օրենքը որևէ կերպ չի պարտադրում այս կամ այն պահին հնչեցնել մեր վարչապետի թեկնածուի անունը։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ մենք ունենք մի քանի թեկնածուներ, իրականում պատրաստված, գրագետ, բանիմաց, տարբեր ոլորտներում շատ հեղինակավոր, այսպես մասնագետներ եւ լավ ճանապարհ անցած։ Եվ որևէ կաշկանդվածություն չունենք ցանկացած պահին անուն հրապարակելու։ Սակայն նաեւ միևնույն ժամանակ որևէ շտապելու հարց չունենք։ Մենք գնում ենք քայլերով։ Մենք ներկայացրել ենք մեր քաղաքական թիմը, դուք գիտեք մեր քաղաքական առաջնորդին, մենք ներկայացնում ենք նախընտրական ծրագիրը, որով մասնակցում ենք ընտրություններին, եւ բնական է, որ հարմար եւ պատեհ պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը։ Այս մասով ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով առաջիկա օրերին դուք կլսեք վարչապետի մեր թեկնածուի անունը։ Սա այս մասով, ինչ վերաբերվում է մնացած ծրագրային դրույթներին, քանի որ փաստաթուղթը իրապես շատ մեծ ծավալի փաստաթուղթ է, մասնավորապես եթե մենք խոսում ենք թոշակների բարձրացման մասին կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բնականաբար մենք ունենք բոլոր տնտեսագիտական հաշվարկները, մասնավորապես որ թոշակները պետք է բարձրացվեն համապատասխանեցվելով նվազագույն սպառողական զամբյուղին, այնուհետև 2027 թվականից սկսած արդեն համապատասխան գնաճին ինֆլյացիայի տեմպերին դրանք պետք է փուլային տարբերակով էլ ավելի բարձրացվեն։ 27 թվականից նվազագույն աշխատավարձը պետք է հավասարեցվի 150,000
դրամի, պետք է ստեղծվեն աշխատատեղեր, պետք է իրականացվեն բացվածքը մենք առաջիկա ժամերին ձեզ կներկայացնենք, պետք է իրականացվեն տնտեսական մեգա նախագծեր, որոնք որ Հայաստանում ապահովելու են հազարավոր աշխատատեղեր, դրանցից հենց մեկը Հատիսում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ծրագիրն է, որը բոլոր տնտեսագիտական հաշվարկներով եւ հիմնավորվածությամբ ստեղծելու է աշխատատեղեր, ենթակառուցվածքներ են բացելու, զբոսաշրջության զարգացմանն է նպաստելու, տարեկան մոտ 20 միլիոն զբոսաշրջիկի այցելություններ են նախատեսված եւ բնական է, որ այդ քանակի զբոսաշրջիկների այցելությունը իր դրական տնտեսական ազդեցությունն է ունենալու մեր երկրի տնտեսության զարգացման գործընթացում։ Այս մասով այսպես տնտեսագիտական հաշվարկներով շատ չեմ ցանկանում ծանրաբեռնել։